Ադրբեջան նրանով փորձում է քաղաքական ինչ-որ մեսիջներ ուղարկի եւ հայկական կողմերին եւ միջազգային հանրությանը, որ իրականում չի մերվել այն, ասենք, ստատուս կվոյի կամ այն իրականությանը, որը պահպանում արդեն գրեթե քառորդ դար 94 թվականից, մյուս կողմից նաև դա բավականին կարևոր լծակ է, որը որ Ադրբեջանը մտածում է, որ կարա օգտագործի եւ հայկական կողմերի եւ Մինսկի խմբի համանախագահների վրա, այսինքն այդ լարվածությունով փորձել ազդել կողմերի վրա եւ նաեւ դրա հետ մեկտեղ փորձում է, կարելի ասել, որոշ լրջություն տալ իր ամենօրյա սպառնալիքներին, ասենք, ռազմական գործողությունների, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերահսկման առումով եւ այդ առումով կարծում եմ Ադրբեջանի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշ չափով նույնիսկ անգիլ է իր սեփական ծուղակը, որտեվ երբ որ տասնամյակի ընթացքում դու ամեն օր ասում ես, որ եթե ոչ վաղ, ապա վաղը չէ մեսօր դու վերսկսելու ես լայնամասշտաբ ռազմական գործողություններ, դա չես անում, դա բնականաբար խնդիրներ է ստեղծում այդ, ասենք, սպառնալիքների լրջությամբ։ Արցախի հանրապետության անկախության հռչակման հետ սեպտեմբերի օրվա հետ էր կապված, նույնիսկ կարող է ասենք սեպտեմբերի 1-ի եւ 2-ի, ոչ թե ասենք զորախաղերի հետ։ Հայաստանի մաս կազմող Հայաստանի Հանրապետությունը հիմա չլինելով այդ պատերազմի մասնակից, որը դեռ չի բրծել, չէ՞ որ պատերազմը Թուրք Ղարաբաղյան պատերազմը, մենք ինչ որտեղ չէ, ամեն գնով միջազգայնացիաներում մեզ հեռու ենք փորձում պահել եւ միջազգային հանրությունը դա ընդունում է իդեպ, որ մենք պատերազմի մաս չենք, ասենք, մենք պատերազմող կողմ չենք, պատերազմող կողմը Ղարաբաղի Հանրապետությունն է, որ էլի Հայաստանի մաս է կազմում։ Ես հասկանում եմ։ Եվ հիմա Հայաստանի վրա հարձակումը դա լինում է պատերազմին չմասնակցած սուվերեն պետության վրա մի հարձակում։ Ուրեմն եթե այն ժամանակ հռչակված չարիք կոմունիստական սովետին ներեցին հակահարվածը, մեզ կներեն ու կներեն։ Սա հարցը նրանում է, մենք պատրաստ ենք հակահարվածին։ Բանակը միգուցե, իսկ հասարակությունը, չէ՞ որ բանակը եթե ինչ-որ բան անի ու հասարակությունը չընդունի, դա սարսափելի բան է։ Զախս եղավ, այդքան աշխատանք եղավ։ Ստեփանագերդում օդանավակայանը բացին, Ադրբեջանը սպառնաց, որ կխփե քաղաքացիական օդանավ։ Իսկ մենք այդ օդանավակայանը չենք աշխատացնում։ Արդյոք վախում ենք, անշուշտ ոչ։ Մեզ զսպում են, մեզ հագցրել են զսպաշաբիկ։ Ռուսաստան, Ֆրանսա եւ Ամերիկա։ Էդել է մի քիչ քաղաքական եւ ռազմական օդանավակայանը չաշխատցնելը։ Մեր ուղղաթիռը խփեցին, գարային 10 անգամ ավելի ուժեղ 10 ուղղաթիռ էլ խփեր տշնամու։ Էլի մեր զսպաշաբիկ հագցրին։ Սակայն երբ այսօր խփում են Հայաստանին, Հայաստան որպես անկախ պետություն, եւ մենք ասում ենք ունենք հզոր բանակ, մեր բանակը մեր երաշխիքն է, մեր անկախության, պետության, ամբողջականության եւ այլն։ Երբ որ արդեն խփում են 20 գյուղ, դեսի մի քիչ անդանելի է։ Այսօր Հայաստանի ովևէ մեկ անգյունում սահմանի վրա, եթե խոցելի դեր գա, ուրեմն մենք ապահով չենք։ Եվ եթե մեր բանակը, մեր զինուժը, այդ ապահովությունը բարդավոր է բահել, պետք է որ այդ դավուշի դիրքերը մենք վերցնենք։ Ես ուրիշ ջար չեմ տեսնում։